կոնկրետ միասին ներկայացվեց։ Չէ, միայն մեկ միջնորդության մասին է, որը վերաբերում է երկու դատավորների դատարան վերադարձնելու հարցին։ Շատ բարի, ուղղակի որ իրավետ ներկայացվեց։ Չէ, միայն այդ է։ Դուք ինչ կարծիք եք այնուամենայնիվ այդ միջնորդության մասին։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ինչ կարծիք եք միջնորդությունը մենք հիմա այստեղ անդրադառնանք, թե գնանք այստեղ, քվեարկենք, թե կարծիք ունեք արտահայտելու կամ դիրքորոշում, համեցեք։ Ես պնդում եմ նաև իմ նախկինում արտահայտած են պնդումը, որ սա միջնորդություն որպես այդպեսին դիտարկել չենք կարող, որովհետև եթե դատավորի անհամատեղելիության հարցի քննարկումը ընթանում է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 16 հոդվածի համատեքստում եւ քննության համար որպես իրավասու սուբյեկտ պետք է հանդես գա դատավորը, ես այս միջնորդության իրավասու սուբյեկտ չեմ կարող դիտել դիմող կողմի ներկայացուցիչի միջնորդությունը, որովհետև դա նույնն է, թե համատեղելիության եւ անհամատեղելիության հարցը երկու հարցերն էլ նույն ռեժիմով պետք է քննության առարկա դառնա, իսկ մենք չունենք օրենքով անհամատեղելի համարվող դատավորին համատեղելի ճանաչելու ինստիտուտ, այդպիսի ինստիտուտ մենք չունենք եւ չենք էլ կարող այսօր այդ կարգի քննարկում անել, բայց ես ուզում եմ ուղղակի անդրադառնալ, արդյոք այս միջնորդությունը մենք որպես միջնորդություն պիտի քննարկենք, իմ կարծիքով ոչ, այս միջնորդություն պետք է առանց քննության թողնվի որպես իրավասու անձի կողմից չբերված միջնորդություն, որը բերվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Շատիրյան, Տիկին Սաֆարյան, կխնդրեմ խոսափողը անջատեք։ Պարոն Օրբելյան, անկեղծ կլինեմ, միջնորդությանը գնահատական չեմ տալիս, գաղափարին, ձեր կողմից բարձրացված գաղափարը շատ հետաքրքիր պրիզմայի ներքո մատուցվեց։ Որոշակի ավելի մակերեսային դրսևորումներով այս հարցը դարձել է այնուամենայնիվ ոչ այսօր քննարկման առարկա, տարբեր, այսպես ասած, ձևաչափերով եւ տարբեր հանգամանքների բերումով։ Եթե հակիրճ մոտեցումս հետեւյալն է, այո, գաղափարը շատ հետաքրքիր է, միգուցե խորքային վերլուծության անհրաժեշտություն կա։ Այս պահի դրությամբ այնուամենայնիվ ես անհրաժեշտ եմ համարում Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների առկայությունը եւ բնավ դրանք ըստ իս ինքնանպատակ չեն այնուամենայնիվ, որովհետեւ եթե 16 հոդվածի լայն առումով սահմանադրականության հարց ենք բարձրացնում, ենթադրյալ հակասահմանադրականության լույսի ներքո, սա ուղղակի աղերսներ ունի նույն սահմանադրական օրենքով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների մեծամասնության հետ, թե ընդհանուր կանոնների, թե պաշտոնե գործելիս։ Եվ եթե այնուամենայնիվ պնդում ենք, որ Սահմանադրական դատարանի կամ բարձր դատարանի դատավորի համար մասնակցության անհնարինության ինստիտուտը չպետք է նախատեսվի կամ կիրառելի չպետք է լինի, այս պայմաններում առարկայազուրկ են դառնում նաև դատավորի վարքագծի կանոնների մեծ մասը, այսպես ասած։ Եվ նման պայմաններում ես այնուամենայնիվ այս պահի դրությամբ ձեր գաղափարը չեմ կիսում, թեպետ այն կրկնում եմ շատ հետաքրքիր է։